Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի եւ Ադրբեջանի բոլոր պահանջները հերթով կատարելով գնում է, որտեղ ենք դիմադրում։ Վերջի պահանջը սահմանադրության փոփոխություններ, հղումը անկախության հռչակագրից հանեցի է, այդ էր պահանջում, Նիկոլ Փաշինյանը համաձայնեց, արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ դա էլ ենք ընդունում, փոխում ենք։ Հիմա նոր պահանջ է, հանձնել ըստ իրենց հանցագործներին ըստ մեզ Ղարաբաղի պատերազմի մասնակից։ Դա էլ անելու Նիկոլ։ Հետևաբար մենք չենք դիմադրում։ Ըստ ձեզ ում են ուզում թուրքերը։ Հայաստանում։ Այո։ Նիկոլին։ Չէ։ Բա։ Որ նոր ասում են, պատերազմի բոլոր մասնակիցներին։ Սիրուն ցուցակ կա, չէ, ովքեր են թոշակներ ստանում, ովքեր են պատերազմի մասնակից եւ այլն։ Այդ ցուցակը կա, մարդիկ հազարավոր մարդկանց ցուցակներ ունեն եւ ուռճացված ինչ որտեղ, որտեղ լիքը մարդ որ պատերազմի չի մասնակցել։ Օրինակ խոսում են Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Սերյան Օհանյան, Սամվել Բաբայան եւ բոլոր նրանց, ովքեր որ մասնակցել են, իհարկե հազարավորների եւ տասնյակ հազարավորների մասին խոս չի գնա, բայց առնվազն մի 200-300 հոգյանոց ցուցակ ամենա աչքի ընկածների որ կա, դրանք դեմ կտան, որ Նիկոլ Փաշինյանը դա հանձնի կամ չանձնի։ Այսինքն ցուցակը Ադրբեջանը կտա եւ ոչ թե Նիկոլ Փաշինյանն ինչ որ կամայականորեն կհանձնի, հա։ Չէ, իրանք Նիկոլ Փաշինյանից կպահանջեն նրանց որպես պատերազմ։ Նայեք, եթե դու ընդունում ես պաշտոնապես, որ Ղարաբաղը Ադրբեջանն է, Նիկոլը դա ընդունել է։ Եվ փաստորեն ընդունում ես նաև, որ այս մարդիկ մասնակցել են այնտեղ, եւ ընդունում ես, որ նա, այսպես ասած, առանձին է եղել, քո մասը չի եղել, ուրեմն նրանք խախտել են օրենքը, միջազգային իրավունք են խախտել, գնացել են ուրիշ երկրում, կռվել են զենքը ձեռքին։ Այս բանի տակ է, այս որ ասում ենք Նիկոլ Փաշինյանը կամ չի հասկանում, կամ ամենայն հավանականությամբ սպասարկում է այդ տարբեր շահերը, իր այս բոլոր հայտարարություններն ու բաները մեր դեմ են գալու եւ գալիս են եւ ավելի վատ են դեռ գալու։ Հիմա այստեղ խնդիրը շատ պարզ է, նայեք։ Այսինքն, պարոն Պապյան, այդ պահանջն էլ կկատարի Նիկոլը։ Եթե կարողանա կկատարի։ Իսկ ինչու պիտի չկարողանա։ Որովհետեւ հազարավոր մարդկային կյանքերի հետ է կապված, իմ կարծիքով այդ մարդիկ օրինակի համար, չգիտեմ, մեր հարևան, ասենք, Հարութը Վալոդ Ջաջան, որը կռվել է, որ մի ոտը չունի, մի ցեռը չունի, բան ա եղել, հիմա այդ մարդուն պիտի բռնեն հանձնեն Ադրբեջանին, չէ՞։ Հիմա այդ մարդը բնականաբար դիմադրելու է, չի ուզելու որ իրան բռնեն հանձնեն։ Բայց գիտենք, Բաքուն հիմնականում ասում է ռևանշիստներից են վախենում։ Ում են իրենք համարում ռևանշիստներ, ում կպահանջեն։ Բոլոր, չէ, նայեք, ռևանշիզմը այսպես ցանցած չի գնում։ Մենք ռևանշիստ ենք օրինակ, երբ որ մենք ասում ենք, որ Ադրբեջանը որևէ հիմք չունի իրավատեր հանդեսանալու Ղարաբաղի, որտեղ դա Հայաստանի Հանրապետության դե յուրե տարածքն է եւ այլն։ Իրանք դա անցալում են որպես ռևանշ, այսինքն հետ բերելու այդ ամբողջը, բայց այստեղ խնդիրն այն է, որ իմ ու ձեր վրա իրենք մենք խոսում ենք օրենքի տարի տեսակետից, թե չէ իշխանությունից ամեն ինչ սպասելու է, մեր կարող բռնեն անձնեն, հարցը հետ չի, բայց օրենքի տեսանկետից որևէ ոնց որ ասած հանցագործության հանցակազմ չկա։ Մյուսների պարագային, ովքեր որ մասնակցել են, իսկ նկարները կան, փաստերը կան, ֆիլմերը կան, մենք գիտենք, չէ՞։ Օրինակ Ժիրայր Սեֆիլյան մասնակցել է, բոլորը գիտեն մասնակցել է։ Դե մասնակցել ես, եկել ես ինչ որ Բեյրութից, երրորդ երկրից եկել ես, կռվել ես։ Մյուսին ավելին ասեմ, այստեղ վտանգը միայն այն չի, որ ինքը Հայաստանից է պահանջում։ Հազարավոր առաջի պատերազմի մասնակիցներ այսօր ապրում են Հայաստանից դուրս, Ռուսաստանում մեծապես, նաև այլ երկրներում օրինակ։ Հաշվի առնելով, որ Ռուսաստանի հետ 2022 թվականի փետրվարի 22-ին իրենք համապատասխան փաստաթուղթ ունեն ստորագրած, ես չեմ բացառում, որ Ռուսաստան-Ադրբեջան ռուսական կողմին ցուցակ ներկայացվի, իսկ այնտեղ այդ ներքին գործերում բաները շատ լավ են տեղավորվել Ադրբեջանից։ Այսինքն պարզ ասած, ստանալով ցուցակներ, ովքեր գտնվում են Ռուսաստանի տարածքում եւ նաեւ ովքեր Ռուսաստանի քաղաքացիներ են, համեմատելով իրենց մոտ եղած պատերազմի մասնակիցների ցուցակների հետ, կարա Ռուսաստանի պահանջ ներկայացնեն եւ չեմ ասում էլի բոլորին, բայց ինչ որ մարդկանց արտահանձնեն Բաքվին։ Կարան սկսեն այդտեղից, կարող են սկսել Բելարուսից։ Որովհետև Ռուսաստանը բոլոր պահանջները Բաքվի վերջին շրջանում իրականացնում է։ Չէ, Բելարուսին, եթե գիտեք ինչ կա, ասենք մենք տեսնում ենք այդ երկրներին
ասենք Լապշին են օրինակի համար հանձնում, որովհետև իրենք համարում են, որ Լապշինը խախտել է օրենքը մտնելով Հայաստանից Ղարաբաղ, եթե Լապշինը խախտել է, ինչու Պողոսյանն ու Պետրոսյանը, որը ոչ միայն մտել է այդ ճանապարհով Ղարաբաղ, այլ նաև զենքը ձեռքին է մտել եւ կռվել է, ինչու նրան չպետք է համարեն անցագործ։ Եվ եթե Լապշինն արտահանձնել են, իսկ դա փաստ է, որ նշանակում է նախադեպ է, ինչու Պողոսյանին եւ Պետրոսյանին չպետք է հանձնեն։ Չէ՞։ Հիմա այստեղ ես կարծում եմ, որ գոնե Նիկոլ Փաշինյանը մինչև ընտրությունները դրան չի գնա, ընտրություններից հետո դեռ կտեսնենք, եթե մնա իշխանությանը հնարավոր է դրան գնա, բայց ես ավելի մեծ մտահոգություն եմ տեսնում Վրաստանում, հատկապես Ռուսաստանում, Բելարուսում, նման երկրներում ապրողների ճակատագրի համար։ Բաժանորդագրվեք ազգային ժողովրդավարական բևեռի YouTube-յան ալիքին։